Փաշինյան, տատիկ-պապիկների մասին ինչու հիմա չեք հիշում։ Սա լսենք և շարունակենք։ Տատիկ-պապիկների մասին, որ այդքան մտածող ըլնեիք, այդ 25 տարի տատիկ-պապիկներին չեք թալանի բոլորն այդ միլիոնատերեր դառնայիք։ Եկել եք տատիկ-պապիկներին մտածող եք դառել, որ իրանք հաց առեն։ Այդ տատիկ-պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները պակեն։ Փաշինյան, մոռացել ես այս խոսքերդ, միայն բոլորդ ձեր մասին եք մտածում, ԱԺ-ի իշխանություն և ճակերտավոր ընդդիմություն։ Ես որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ հանդես եմ գալիս ժողովրդավարական և սոցիալական արդարության արժեքներով 2026 թվականին պաշտոնական ծրագիր առաջարկով ժողովրդի քվեով ընտրվելու դեպքում մեր պարզ ու կայուն ծրագիրը առաջին փուլ 2026-ից 2027 թվականին հիմք կդնենք թափանցիկ բարեփոխում, կստեղծենք թոշակային համակարգի գնահատման անկախ հանձնաժողով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, կսահմանենք նվազագույն կենսապահովման շեմին մոտեցող թոշակ սկսելով 80,000 դրամից, կվերացնենք թոշակային համակարգում կոռուպցիոն ռիսկերը, երկրորդ փուլ 2028-ից 2029 թվականին աստիճանական բարձրացում ըստ սոցիալական արդարության, ամենամյա թոշակների բարձրացում առնվազն 10-ից 15% տնտեսական աճի համեմատությամբ, առավել մեծ աջակցություն միայնակ ապրող կամ առողջական խնդիրներ ունեցող տարեցներին տատիկ-պապիկներին, ներդրումային և սուբսիդավորված կենսաթոշակային ծրագրերի կիրառում ԵՄ գործակցությամբ, երրորդ փուլ ավտոմատ ինդեքսավորում և եվրոպական ստանդարտների հասնել, կսահմանենք թոշակների ավտոմատ բարձրացման մեխանիզմ կապված գնաճի և միջին աշխատավարձի հետ, կներդնենք պետական պլյուս մասնավոր կենսաթոշակային հիբրիդ մոդելը երկարաժամկետ կայունության կապակցությամբ, կզարգացնենք տարեցների խնամքի համայնքային համակարգեր, հատկապես գյուղական բնակավայրերում, արժանապատիվ թոշակ, անվտանգ ծերություն։ Սա է մեր խոստումը յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը համոզված է սոցիալական արդարությունը ժողովրդավար պետության հիմքն է, թոշակառուն մեր պետության պատմությունն է, նրան աջակցելը մեր պատիվը։ Հարգանքներով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։ Կանխավ շնորհակալություն։